1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Եվ այսպես քվեարկությունն ավարտվեց, նախնական տվյալները հայտնի են ընտրությունների, թեև արդեն գիշերաժամը 2-ին մեծ հաշվով դրանք հայտնի էին, որովհետև հաշվարկիչների հազիվ 10%-ը ամփոփելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթել են եւ միայնյա ձևավորել են կառավարություն։ Շատերը սա անցալիցին ուղիղ որպես միջամտություն, անգամ ճնշում կենտրոնական հանրական հանձնաժողովի վրա, որպես հրահանգ թե ինչպես պիտի անել, ամեն դեպքում դա բավականին տարօրինակ էր եւ կարծում եմ դեռ քննարկումների անգամ իրավական ինչ-որ հետևանքներ կարող է առաջացնել, ինչեւ ավելի լավ է դիտենք այդ հատվածը։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցան ազգային ժողովի հերթական ընտրություններ եւ ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Բնականաբար այդ հրահանգից հետո, այդ հայտարարությունից հետո չնայած երևում էր, որ սխուճապ չասեմ, բայց այդ ներկաների մեջ տագնապ կար եւ իրենք իրենց փորձում էին ոգևորել, միաժամանակ զգուշացնելով նաեւ ընդդիմադիր ուժերին, որ հանկարծ սրանք են թվերը, մի խոսքով ուղերձը սա է, մենք որոշել ենք, այո, մենք մեզ հաղթած ենք հռչակում եւ հանկարծ չփորձեք այդ ընտրական ինչ-որ պրոցեսներ գեներացնել եւ հենց այդ մասին էլ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը նույն ասուլիսի ընթացքում գիշերային եւ դա կարծում եմ ամենակարևոր ուղերձն էր, խնդրեմ լսենք։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։ Փաստորեն ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, նախ ամբողջ օրվա ընթացքում, դրան հաջորդած շաբաթների ընթացքում, այն որ ընտրակեղծիքներ եղել էին, ընտրախախտումներ եղել էին, բազմաթիվ արդեն ակնհայտ էր, օրվա ընթացքում բազմաթիվ տեսագրությունների այդ հեղեղեր, լուրերի, թե որտեղ ինչ է խախտում եւ այլն, մի խոսքով սովորական ընտրություններ էին, միջին հայկական ընտրություններ էին, միջին վիճակագրական, բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում է չեն կարող հետընտրական պրոցեսներ լինել Հայաստանում, որտեղ մենք չենք խախտել, դե պարզ է այդպես պիտի ասի, բայց ընթացս հայտարարում է, որ այդ ինչպես ինքն է ասում, պատերազմի եռագլուխ կուսակցության կողմնակիցների շատ մեծ մասը ընտրակաշառքով է գնացել ընտրության։ Իմիջիայլոց այդ երեք ուժերը միասին պաշտոնական տվյալների համաձայն ստացել են մոտ 545,000 ձայն։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է շատ մեծ մասը, դրա մեծ մասը, այսինքն 50%-ից ավելին, կազմում է մոտավորապես 270,000 ենթադրենք։ Ես շատ մեծ մասը, լավ, ենթադրենք 270,000 դրա վրա։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ 270,000 մարդու անվանում է հանցագործ, որովհետև ընտրակաշառք վերցնելը եւս դրա քվեարկելը ուղիղ քրեական հանցագործություն է։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը առնվազն 270,000 մարդու անվանում է հանցագործ։ Ասուլիսում կողք կանած բոլորը ծափահարում են։ Այսինքն արդեն սպառնալիքը կա, որ դուք բոլորդ քրեական հանցագործներ, ինչ անմեղության կանխավարկած, չէ ինչ դատաիրավական, ինչ իրավական պետություն ընդհանրապես, դուք հանցագործներ եք եւ վերջ։ Իսկ թե ինչպես պիտի վարվեն հանցագործների հետ, Նիկոլ Փաշինյանը դա էլ է ասում նույն այդ ելույթում։ Լսեք ուղղակի սպառնալիքները, սա ասում է մի մարդ, որը
դրանից առաջ խոսում էր, որ մենք շարունակելու ենք շարժվել դեպի Եվրոպա, դեպի եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն, խնդրեմ լսենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն։ Իրենց 3 լիդերներով, ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբկիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու եմ։ Ահա, աստորեն պատերազմի եռագլուխ կուսակցության, ինչպես ինքն ասում, լիդերները բոլորը ասում են, պիտի նստեն, պիտի հայտնվեն բանտերում, եւ եթե դա տեղի չունենա, ասում են, մենք ուրեմն դատական համակարգի հետ խնդիրներ ունենք, եւ ես հետեւողականորեն զբաղվելու եմ այդ խնդիրներով։ Այսինքն սկզբից սպառնալիքը 270,000 մարդու միառմը հենց այնպես մի նախադասում անվանեց հանցագործ, հետո այդ ուժերի լիդերների, որոնք ինքը ուժերի լիդերներ էլ չի համարում, ինքը համարում են ինչ-որ բանդաներ, մարգինալ խմբեր, հանցագործներ, դրանց սպառնաց նստացնել, հետո եթե հանկարծ դատական համակարգը չանի իր հրահանգը, այ ինքը կզբաղվի նաև այդ համակարգով, որովհետև կպարզվի, որ այնտեղ խնդիր կա։ Ինչևէ հիմա սա բնականաբար բավականին սպասելի արդյունք էր, այս արդյունք ընդհանրապես, այն որ Նիկոլ Փաշինյանը կարողանալու է վերարտադրվել, ակնհայտ էր դեռևս այն պահից, երբ ուժեղ Հայաստանը որոշեց միայնակ մասնակցել, արդեն պարզ էր, որ խոսքը արդեն այն մասին է, թե ինչ ձևերով է վերարտադրվելու Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը։ Հիմա շատերը մինչև մի քանի օր առաջ հարցնում էին այ հունիսի 8-ին մենք ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու, շատերը ասում էին կարևորը որ Հայաստանում արթնանանք, արդյունքները հրապարակելուց հետո հիմա կարող ենք ասել, որ մենք արթնացել ենք շատ ավելի թույլ, ավելի խոցելի Հայաստանում, ընդ որում շատ ավելի լուրջ մարտահրավերների առջև կանգնած։ Ինչու, որովհետև եթե մի նախադասությամբ ասեմ, այս ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, բայց իշխանությունները չհաղթեցին, Նիկոլ Փաշինյանը չհաղթեց, անգամ ձևականորեն նա 50%-ը չանցավ։ Այսինքն ունենք պարտված ընդդիմություն եւ չհաղթած իշխանություններ։ Եվ ունենք մի շարք խնդիրներ մեր առջև, որովհետև եթե պես պարտադրում են սահմանադրություն փոխել հանրակրվեի միջոցով, հակառակ դեպքում ասում է խաղաղության համաձայնագիր չենք ստորագրի, հանրակրվեի ռեսուրսը Նիկոլ Փաշինյանը պարզվեց չունի, իսկ հանրակրվե նշանակում է նոր քարոզարշավ, նոր ներքաղաքական ցնցումներ, նոր բաժանարար գծեր, մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները 50%-ը չեն հաղթահարել եւ ակնհայտ է, որ հասարակության 50%-ի վստահությունը իշխանությունները չունեն։ Այդ չեմ խոսում է տարբեր վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման մասին, տարբեր խախտումների մասին, առաջիկա օրերին դրանց անընդհատ այդ մասին կլսենք։ Փաստն այն է, որ Հայաստանը հիմա հայտնվել է մի վիճակում, որտեղ կան պարտված ընդդիմություն, պարտված իշխանություններ, պարակտված հասարակություն եւ շատ լուրջ բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք լուծման կարիք են ունենալու մոտ ապագայում, առավել եւս որ արդեն շաբաթներ անց որքան հասկացա հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսվելու են եւ շարունակվելու է սահմանազատման գործընթացը, անկլավների հարց եւ այլն եւ այլն։ Այսինքն, եթե ինչ-որ մարդիկ հույս ունեն, թե լավ դες լարվածությունը անցավ ներքաղաքական, հիմա արդեն ավելի հանգիստ կլինի, ոչ, կարծում եմ ամեն ինչ նոր միայն սկսվում է եւ իրական շատ ավելի կարեւոր քաղաքական գործընթացները հենց հիմա են սկսվում, որովհետեւ իշխանությունները մինչեւ հիմա քարոզում էին խաղաղություն, ասում էին տեր կանգնենք խաղաղությանը միայն գեղեցիկ խոսքերով, ընտրություններից հետո վերարտադրվելուց հետո նրանք ստիպված են լինելու շատ ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ առանց հասարակության համաձայնության առանց հանրակրվեի դա չի ստացվի։ Մի բան է, երբ որ դու քարոզում ես վերացական խաղաղությունը, մի բան է, երբ մարդկանց ստիպում ես գնալ եւ քո քվեով վճարել այդ խաղաղության համար Հայաստանի վճարելի գինը։
այնպես որ բուն գործընթացները նոր միայն սկսվում են եւ ինձ մնում է միայն հույս հայտնել, որ դրանք տեղի կունենան առանց ցնցումների։ Այսօր այսքանը, կհանդիպենք։